Առնում են, այսենց անելու համար ասում են, նախ էսի առաջի անգամը չէ, որ ռազմականի տեղեքը լավ ջարդում են, ինձ եվս մի անգամ ընդ ԿՊՊ-ի տուրնիկետների տական են ցեն քյուֆտի մի սարք է, բայց ես այն վաղ ձեն չանեցի, դա ասի մա տղա են հիմա մի քիչ բիրտ ուժեն կիրառել, չէ գրանցի չբողոքի, բայց դա դառնում է ոնց որ իրանց մոտ արդեն սովորական, էլի սովորություն է, երբ կգաք, կջարդեն, կտփենք, կլարենք, մի հատ է ձեզի կմեղադրենք։ Դուք պատկերացեք 8-10 ծնող ենք եղել 9 հատ ռազմականի տուժող, դե լավ էլի, ուրեմն փաստորեն կամ մենք ենք, չգիտեմ, տոր քանգեղն ենք։ Ախր ոչ մեկին ոչ կպել եմ, ոչ խփել եմ։ Հայոյանք եմ հնչեցրել, էլի եմ հնչեցնում, նոր դահլիճում էլ ասեցի, ով կարա զոհվածի ծնողի վրա ձեռ բարձրացնի, անհետ կորածի ծնողին խփի, ինքը իմ համար տո համ թուրք է, համ էլ անբարոյականի զավակ է, ով էլ հետս համաձայն չի, ինքն էլ անբարոյականի զավակ։ Պարոն Ղուկասյան, դուք տնային կալանքի տակ եք լինելու, ծնողների պայքարը շարունակվելու է։ Բա ինչ է անելու, ձեր ցավը տանեմ, այս անգամ էլ եմ ասում, մի հատ էլ եմ ասում, մեր մոտ ինչ-որ լիդեր չկա, տենց լիդեր չկա, ստեղ մենք ընդհանուր ենք որոշում, ընդհանուր էլ անում ենք, ընդհանուր է, մեր սաղ արվում ընդհանուր, ուղղակի խի են սենսի, որտև ես էի կարողանում ինչ-որտեղ իրանց խոսքը առաջ քաշել, էդ էր խնդիրը, որ ես ասենք ցելի տակ է, էլի պրիցելի իմ վրա էր։ Բոլորը կարծիք էին հայտնում, որ ձեզ կալանավորելը նաև ծնողներին լռեցնելու համար է, դուք ինչ կարծիք ունեք դրա համար։ Նաև, բայց միևնույնն է, անկախ նրանից դաժե եթե իմ կալանքը շարունակեն էլ, միևնույնն է ես համոզված եմ, որ այս ծնողները չէին լռելու։ Տեսեք Տաթևիկ Սողոյանն իմ փաստաբան ասեց, ինքը ոչ թե մենակ իմ փաստաբանն է, այլ ինքը նաև իմ բախտակից ընկերն է, իր քերին էլ անհայտ կորած։ Հիմա որ Տաթևիկին էլ չէին Կոչուբաևի նման փռելու ասֆալտին հոտ էլ չէին անելու, դա ամեն ինչը սպասել է, շատ չէ կողդ եմ չվախտնաս։ Էտա ցաներ հաջա։ Քանի որ ձեր փաստաբանն էլ այնտեղ հարցադրումը արեց, թե ինչ գործուներ այդտեղ ռազմական ոստիկանությունը, դուք տեսել եք թե ինչպես է հայտնվել կամ ինչից հետո սկսեցին գալ ռազմական ոստիկանություն։ Նախ ռազմական ոստիկանության ծառայողները իրանք իրենց ծառայությունը կատարում են հակերում, այսինքն պաշտպանության նախարարությունը 3 հակ ունի, ամեն հակում ունի իր ծառայողները, նրանք հակի հերթապահներն են, նրանք սենց էլ նենց էլ ընդ են, բայց բացի հակի հերթապահները, մենք ընդեղ հենց հայտնվում ենք, ընդեղ համ գալիս է ռազմական ոստիկանության հատուկ ջոկատը, ընդեղ համ կգա ոստիկանության ուժեր, այդ օրը տեղ նաև ոստիկանության ուժեր են եղել, այս չի որ ոստիկանության, տարբեր ստորաբաժանումներ գալիս են, չգիտես խի իրանց մտածում են թե մենք, բայց եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել ես մի փաստներ թող արձանագրեն, բազմաթիվ հանդիպումներ ունեցել ենք, թե ԱԱԾ-ում, թե կառավարությունում, թե չէ, մենք ոչ միտեղ խնդիր երբեք չենք ունեցել, մենք որտեղ գնացել ենք, ասում ենք ուզում ենք հանդիպենք, այս ինչ մարդը հարց չկա, օր, ժամ, թվականակ, ինչքան ենք մտնում ենք, խոսում ենք, հարցը տալիս ենք, դուրս ենք գալիս, մենք կռիվ չենք ման գալի, մենք չենք գնում կռվելու, բայց պաշտպանության նախարարությունը հետ ինչքան գնացել ենք միշտ խնդիր ա եղել։ Ինչքան գնացել ենք իրանք այդպես միշտ փորը, թե խուսափում են մեր հարցադրումներից, քանի որ չունեն պատասխան կամ չեն կարա տան, կամ բերանները փագել են, որ չտան, էդ էլ արդեն հետագայում կիմանանք։ Ասում եմ բոկնիցի մոշկը, վիձիտ նիմնոշկը, մի օր կբացվի, սաղ ամեն ինչի վրա լույսը կսպրվի, կիմանանք ով տարավ մեր երեխեքին կոտորեց, ով ինչ արեց, ով ոնց արեց, էդի գալու է այդ օրը, ես այդ օրվան հավատում եմ։ Yes,